դրամով ստանում ենք շատ բարձր թիվ, որտեղ 520, 530, 500-ի սահմաններում էր դրամի $1։ Երբ որ մենք դիտում ենք այսօրվա իրավիճակը, օրինակ վերցնենք պարտքը, եթե այսօր թվականին 5 միլիարդ էր, այսօր 11 միլիարդ է, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու բնակարան նախկինում կես գինն էր 17 թվականին։ Իսկ այդ վերցված վարկերը դրանք սա գնացել են տնտեսության մեջ։ Եթե դուք վերցնեք տարեց տարի նայեք, թե ինչքան սարքավորում է Հայաստան եկել եւ ինչքան արտադրանք է գեներացում, ինչքան է արտահանվում, արտահանման ծավալների տարբերությունը, դուք շնորհակալություն կհայտնեք, որ վարկեր են վերցել։ Մենք առաջարկում ենք, որ եւս վարկեր վերցնեն, եւս սարքավորումներ ձեռք բերեն, եւս այգիներ, ինտենսիվ այգիներ, արդյունաբերություն զարգացնեն։ Ես կուզեմ անդրադառնալ մի այլ հատվածի։ Ուզում եմ ասել, նոր Հայաստանը դա կառուցված ճանապարհներ են, կառուցված դպրոցներ են, կառուցված հիվանդանոցներ են, նոր Հայաստանը պետական մարմինները օրենսդրությամբ են գործում, մի պակ կարմիր բերետավորներից էիք խոսում։ Մի հատ մեզ չեք հարցնում 2007 թվականին ոնց էին հարձակվում ժողովրդի վրա ոստիկանները, ավտոմատներով, գնում էին միջև տունը, տնից հանում էին, սկսում էին արմատուրով խփել ոտներին։ Հիմա դուք եկել եք ասում եք այդ բերետավորը ագրեսիվ էր նայում, մի հատ էլ աչ էր նայում, մի հատ ձախ էր նայում, մի հատ հերում էր, մի հատ ուզում էր, չգիտեմ ինչ աներ, ուզում էր։ Ոչ մի բան չի արել այդ բերետավորը։ Ասում խփում էին, ջարդում էին, ծեծում էին, տանում էին մի հատ էլ բանտում էին ծեծում, տանում էին մի հատ էլ ոստիկանությունում էին ծեծում։ Մենք ենք շփվել։ Հիմա ինչ եք ուզում։ Ասում բերետավորը շատ ագրեսիվ տրամադրված էր։ Հալավ ագրեսիվ թող տրամադրի, բայց մարդկանց արմատուրով խփում էին ոտներին, ջարդում էին ոտները, տանում էին տեն ջարդացել, գցում էին բանում այդ համապատասխան վայրում, որտեղ որ պետք է։ Հիմա այսօր պետական ինստիտուտները շատ ուժեղ են։ Մյուս բանը մեր գործընկեր Մանուկյանը ասում է, գիտեք ինչ ասում է, արտաքին հետախուզություն եք ստեղծել, մի հոգի եք այնտեղից վերցրել, նախ առաջին արտաքին հետախուզությունը ստեղծելուց դուք չեք քվեարկել։ Արտաքին հետախուզությունը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր կառույցներից մեկն է։ Իսկ թե որտեղից են վերցնում, ինչ են անում, դա պետք է քաղաքացուն չհետաքրքրի եւ պատգամավորին էլ պետք է չհետաքրքրի։ Դա ամենախիստ գաղտնի ծառայությունը պետք է լինի։ Նախ առաջինը ես չգիտեմ այդ տեղեկությունը ինչ են իրան տվել, թե մի հոգի է գնացել, թե 45 հոգի, կամ դա ինչ իրավունք ունեն բարձրաձայնելու դրա մասին խոսելու։ Դուք էլ դրա պատասխանը չտվեցիք, պարոն Քոչարյան, ձեր ելույթում, որ չի կարելի ասել եք լավ։ Ես ուզում եմ մի քանի էլեկտրական մեքենաները, ասում ենք տնտեսենք, ասում եմ էլեկտրական մեքենա են ձեռք բերել։ Իհարկե պետք է էլեկտրական ձեռք բերեն, որ այդ բենզինը չգողանան։ Մենք բոլոր գործիքները սկսում ենք մտածել այնպես, որ իհարկե մարդը կարա գողանա, կարա գրպանը լցնի այդ բենզինը տանի, ոնց որ առաջ էին անում, տենց շլանգը դնում էին, տանում էին, հասնում էին, չգիտեմ որտեղ։ Հիմա այդ գողությունները չկա։ Նախ առաջինը բյուջե է այդքան հավաքում, բյուջեն արդյունավետ ծախսում է։ Ուրեմն մի քանի հազար կիլոմետր ճանապարհ է Հայաստանում կառուցվել։ Ես չգիտեմ ինչից են խոսում։ Այդ որ խոսում եք շտապօգնությունից, պարոն Նազարյան, բայց չեք ասում առաջ շտապօգնությունը միջև գալիս էր արդեն խեղճ քաղաքացին մահանում էր շտապօգնության մեջ, որտեղ այնքան փոս կար, նախ տեղ չէր հասնում, երկրորդ այդ փոսերի մեջով անցնելուց այդ հիվանդը ավելի վատ վիճակում էր հայտնվում։ Հիմա ճանապարհները կառուցված է, արդեն ասում եք ճանապարհները կառուցել եք, բայց այնտեղ հորս նկարը չեք դրել։ Այդ ձեր մասին չէ՞, մեկը ասում է, օրինակ, չգիտեմ ում նկարը չեք դրել այնտեղ։ Ճանապարհը կառուցվել է, ճանապարհը բերվել է, կարող է A կլաս չի, կարող է B կլաս է, բայց արդեն այնպիսի մի կարգի ճանապարհ է, որ մեքենաները, միջև անգամ տուրիստները ասեն զարմացած ենք, որ ձեր մոտ այնպես լավ ճանապարհներ կա։ Նախ միջև շատ տուրիստական կետեր հասցվում է, գյուղեր, գյուղամեջեր, եկեղեցիներ, չգիտեմ, տարբեր տեղեր մեր ճանապարհները հասնում է։ Հիմա տիկին առողջապահության նախարար Ավանեսյանը որ խոսեց, ես ուզում եմ ասել, որ
Առողջապահության մասով էլ մենք բավականին հաջողություններ ունենք, ոչ թե միայն կառուցելու, այլ մեր կոմերցիոն հատվածը, առողջապահական մասնավոր ձեռնարկությունները արդեն առողջապահական туриզմով են զբաղվում, բավականին հաջողություններ ունենք, այդ նշանակում է, որ սովորական տուրիստը Հայաստանի Հանրապետությունում եթե վճարում է մինչև $1000, բժշկական տուրիստը վճարում է $4000-5000 համարժեք գումար։ Նկատի ունեմ դրա մասին էլ մենք պետք է խոսենք, այդ նշանակում է այն հաջողությունները։ Ինչի է գալիս բժշկական տուրիստը։ 3 կարևոր պատճառ կա։ Առաջինը դա բժիշկների որակն է, երկրորդը սարքավորումների որակն է, երրորդը այդ պայմանները, որտեղ որ ինքը պետք է այդ X ժամանակը որպես վիրահատության կամ հետ վիրահատական ժամանակահատվածում անցկացնի։ Հիմա դրանց քանակը պետք է մեծացնենք, որպեսզի մենք առողջապահական туриզմով նույնպես լինենք լավագույններից մեկը տարածաշրջանում։ Դա էլ դրա մասին էինք ուզում դա։ Բայց մի կարևոր բան եմ ուզում ասել որպես գործընկերներ, այս վերջերս մի Տենց ես իմ արտահայտության մեջ միշտ օգտագործում էի ռացիոնալ մտածելակերպ, հետո ասի լավ կլինի այդ ռացիոնալ մտածելակերպը հարցնենք արհեստական ինտելեկտին, ինչ է դա, արհեստական ինտելեկտը ինձ ասել է ինչ է, եթե թույլ կտակ կարող եմ կարդալ, բայց մի մասն եմ կարդալ, օրի ամբողջը չէ, սիրելի գործընկերներ, ռացիոնալ մտածելակերպը տրամաբանական, բանականության և օբյեկտիվ վերլուծության վրա հիմնված մտածելակերպ է։ Հետո ասում եմ, ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդիկ խնդիրներին և որոշումներին մոտենում են գնահատելով փաստերը, ապացույցները և կառուցվածքային փաստարկները։ Սա ինչի համար եմ ասում, իրոք սա շատ կարևոր մտածելակերպ է, և ես շատ հարցերում էլ ձեզ հետ համաձայն եմ, որ դեռ այն աստիճանի կառավարում, դեռ այն աստիճանի հասարակական գիտակցություն Հայաստանում չունենք, այդ երկուսն էլ իրար համարժեք է միշտ լինում։ Իհարկե թվայնացումից հետո բավականին ինստիտուտներ փոխվելու են, իհարկե թվայնացումից հետո սկզբնական շրջանում հասարակության մոտ դժգոհություն առաջանում, որտեղ պետք է սովորեն այդ թվայնացման գործիքներին, բայց գործիքներին սովորելուց հետո կարծում եմ այն դժգոհությունները, որոնք որ կան, դրանց մեծ մասը վերանալու է, որտեղ թվայնացումը բերելու է նրան, որ թափանցիկ ամեն ինչ առավել թափանցիկ տեսնելու ենք։ Ես մի հարց էլ կա, որը շատ եք արդեն 6-րդ տարին է դուք դա թմկահարում եք, ես այդ թեմայով ուզում եմ խոսեմ եւ ուզում եմ դիմել կառավարությանը։ Միշտ խոսում եք այդ աշխատավարձից եւ խոսում եք տարբեր կարգի հավելավճարներից։ Այժմ կատակ եք անում, այսօր պետական համակարգը շատ ծանր վիճակում է, որտեղ աշխատավարձերը շատ ցածր է, Հայաստանի Հանրապետությունում արդեն մասնավոր բիզնեսը բավականին բարձր աշխատավարձ է տալիս։ Մենք պետք է եւ դուք որպես ազգային ժողովի պատգամներ, մեր որպես գործընկերներ, որպես մտահոգ մարդիկ Հայաստանի Հանրապետության զարգացման մասով, ուժեղացման մասով, դուք ինքներդ պետք է խնդրեք կառավարությանը, որ աշխատավարձները բարձրացնի, որ ավելի որակով կադրեր գնան պետական համակարգում աշխատեն։ Մեր քաղաքացիներն են մեր կրթված ժողովուրդը, որտեղ երբ որ դուք ավելի ցածր աշխատավարձ եք տալիս, ավելի բարձրին արժանի մարդը